Okay, հարազատներս, ուրեմն մենք արդեն ունենք մեր իշխան ձուկը, մեր մոտ կոչվում է սպիտակ իշխան, արդեն մաքրած է, բոլորը թեփուկներից հանած է, լվացված է, so ինձ հարկավոր է լինելու 3 մասի բաժանեմ։ Եվ դնում ենք ջրի մեջը։ Okay, այնուհետև ինձ հարկավոր է լինելու կանաչիներ, ես օգտագործելու եմ թարխուն ու մեկ էլ սամիտ։ Թարխունը բնականաբար անմահական համատալի ուղակի ձկին։ Կոմենտներում մի մոռացեք ակտիվ եղեք, ժողովուրդ ջան, գրեք, արդյոք տեսնեմ դուք եք պատրաստում այսպես այս եղանակով, եթե ոչ, ապա ձեր պատրաստելու եղանակը ոնց է, ինձ էլ է հետաքրքիր, ես էլ բավական բաներ ունեմ ձեզանից սովորելու, չէ՞ որ բոլորս էլ տանտիկին ենք, ամեն մարդ իր գաղտնիքներն ունի։ Կիսվեք իմ հետ։ Okay. Սա էլ արդեն պատրաստ է, հիմա առանձին դնենք և վերցնում ենք թավան, ափսեն, որը որ ինչի մեջ որ պետք է եփեք։ Ինձ հարկավոր է լինելու մոտ 300 գրամի չափ մածուն, ինձ հարկավոր է լինելու տոմատ, մոտ 2.5 ճաշ թեյ գտալ է ինձ մոտ, հիմա դա մի լավ կխառնենք, այնուհետև ավելացնելու ենք 1 լիտր ջուր։ Okay, հիմա ավելացնելու ենք աղ բնականաբար, չենք մոռանում։ Ըստ ձեր ճաշակի դափնու տերև, մոտ 3 հատիկ եմ ես ընդամենը դնում, ավել չեմ դնում, սև պղպեղ, կարմիր պղպեղ, քաղցր, և խալեպի բիբարը, մի քիչ, շատ չեմ ավելացնելու, շատ քիչ։ Եվ ավելացնում եմ կանաչիները, թարխունն ու սամիթը։ Okay, հիմա արդեն ավելացնելու եմ ձուկը, մեր անմահական ձուկը։ Ասեք, որ մեր Երևան սխալ ասեցի, Հայաստանի կարմրախայթի նման ձուկ չկա ոչ մի տեղ։ Ես կարոտում եմ, երեխեք, այստեղ չկա կարմրախայթ։ Ամեն ինչ կճարես, բացի կարմրախայթից։ Այ, ահա և վերջ, հիմա մեր ձուկն էլ տրեցինք ու արկում ենք գազօջախի վրա եփվելու։ Եփվել բնականաբար բոլորս գիտենք, երբ որ ձուկի աչքը դուրս է գալի, արդեն այդ ժամանակ եփված է։
մի մոռացեք ընթացքում ստուգեք եւ աղը արդյոք ճիշտ եք դրել չափը, եթե պետք ավելացնելու ավելացրեք։ Okay, դնում ենք մարմանդ գրակին եփվելու։ Okay, հարազատներս գրեթե եփված է, բայց չենք մոռանում վերջում ավելացնենք կարագը, մի քիչ էլ կեփվի ու վերջ։ Okay, հարազատներս, ահա եւ վերջ, մեր իշխանձուկը պատրաստ է։ Այն կարող եք ուտել չորահացով, այն կարող եք ուտել ոնց ցանկանաք, ես ընդամենը հիմա ասենց ուղակի մեջ ուզում եմ հավեսով թաթախեմ ուտեմ։ Ընտիրա։ Շատ համեղ է, դուք էլ պատրաստեք, նախորոք անուշանեք։